Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Գտիր քո մնայուն խաղաղությունը։ Առաջիկա 7 օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Երբեմն մենք ապրում ենք մեծ ճնշումների ներքո, որոնք բխում են մեր պարտավորություններից՝ ընտանեկան, ամուսնական, աշխատանքային և այլ ոլորտներում։ Մեր կամքին հակառակ մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծու տված խաղաղությունն ու ուրախությունը։ Աստվածաշունչն ասում է. «Հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը» Եսայիայի մարգարեություն 30:15 Սիրելի՛ բարեկամ, կյանքի ճնշումներին դիմակայելու առաջին քայլը մեր հայացքն Աստծու Խոսքին ուղղելն է։ Աստված խոստումներ ունի մարդկանց կյանքի տարբեր իրավիճակների համար։ Ընթերցի՛ր Աստվածաշունչը։ Գտի՛ր խոստումները։ Ուսումնասիրի՛ր այդ խոստումների իրագործման պայմանները և հավատա՛, որ Աստված կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում։ Հաջորդ քայլը քո իրավիճակը սթափ գնահատելն է։ Սա չի նշանակում համակերպվել այդ իրավիճակի հետ, այլ ավելի շուտ դիմակայել դրան։ Մենք պետք է գոհանանք Աստծուց այն ամենի համար, ինչ ունենք, և չանհանգստանանք այն ամենի համար, ինչը դեռ չունենք։ Տերը գիտի ժամերն ու ժամանակները, և Նա լավագույնն է մեզ համար կամենում թե՛ մեր պատասխանված և թե՛ չպատասխանված աղոթքների միջոցով։ Կյանքի ճնշումներին դիմակայելու ևս մեկ կարևոր քայլ է ներելն ու բաց թողելը։ Մեր կյանքի բազմաթիվ խնդիրներ մյուսների սխալ վերաբերմունքի արդյունք են։ Եվ բացի այդ մարդկանց սխալների ավելացրած բեռներից, մենք նաև կրում ենք այդ մարդկանց չներելու բեռը։ Եթե ուզում ես ձերբազատվել այս կյանքի տարբեր ճնշումներից, ապա կարևոր է, որ սովորես ներել և բաց թողնել այն մարդկանց, որոնք ցավեցրել են քեզ կամ վերքեր պատճառել։ ԵՒս մեկ կարևոր քայլ է ներկայով ապրել սովորելը։ Կյանքը թանկ է, ուստի մի՛ մնա անցյալում և մի՛ անհանգստացիր վաղվա համար։ Կյանքին նայիր հավիտենականության տեսանկյունից։ Մենք միայն այս երկրային կյանքի իրողություններն ենք տեսնում, իսկ Աստծու տեսանկյունը բավականին տարբեր կարող է լինել։ Աստված այսօր կարող է գործել քո կյանքում անգամ տարբեր ճնշումների միջոցով, որպեսզի քեզ պատրաստի Իր բարի և հավատարիմ ծառան դառնալու ընթացքին։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես ունենալ բազմաթիվ արտաքին ճնշումներ, սակայն երբե՛ք չպետք է դրանք պահես քո մեջ և դրանց հնարավորություն տաս դառնալու ներքին խնդիրներ։ Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս կարճ աղոթքով. «Տեր Հիսուս, շնորհակալ եմ Քեզ, որ հիշեցնում ես ինձ, որ պետք է խաղաղվեմ և հանդարտ լինեմ։ Ներողություն եմ խնդրում, որ երբեմն այնքան շատ եմ լարվում։ Ես ամբողջովին վստահում եմ Քեզ իմ կյանքը։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։